Արգելի ժողովուրդ, մեր հայոց աշխարհը կործանվում է, ժողովուրդը լեղապատար փախչում է երկրից, ավերված է յուրաքանչյուր հայր տունը, վիրավոր է հայոց սիրտը, վիրավոր է մայր հայրենիքը, հողը լաց է, ժողովուրդը հեռանում է իր գրկից, դավաճանում է իր լեռների, իր ջրերի, ու գնում է վարելու ուրիշի հողը շենացնելու ուրիշի երկիրը, որի հետևում դրսի և ներսի թշնամին է կանգնած։ Աղեղոր ցավից հեծեծում է հողը, փախչում է սեփական մորից, որը հազարամյակներ գուրգուրել փայփայել իր զավակներին, անմեհի լեռներով, անհնդախոր ձորերով։ Ներկա ժամանակներում սպիտակ ջարդը մոլեգնում է հայոց աշխարհում։ Իշխանությունները այնպիսի պատերազմ են հայտարարել սեփական ժողովրդին, այնպիսի թշվառ վիճակում է պահում ժողովրդին, որ երեխաները հաց չունեն ուտելու, սրտից պատասպարված չէ, մի կտոր հացի կարոտ են ու ժողովուրդը փախչում է առանց ետադարձ հասցեի։ Հրճվում են օտարամոլ իշխանությունները, չէ որ կատարվում է ռուսի, թուրքի երազանքը, Հայաստան առանց հայի։ Հայկական այդ փոքրիկ հողակտորը նվիրում են թշնամուն։ Ինչպես ենք հանդուրժում այս դավաճանությունը, ինչպես ենք հանդուրժում մեր մանուկների սովահատ դեմքերը։ Մեր հերոսները չկարողացան հանդուրժել, վեր կացան, ուզեցին համախմբել, բայց ժողովուրդը չհասցրեց համախմբել։ Իշխանությունները արագ ձերբակալեցին նրանց, առանց որևէ իրավական օրինախախտումների բոլորին բան տնեցին։ Ոչ ենք անում ողջ հայությանը, հատկապես Սփյուռքում, որպեսզի նրանք այսօրվանից սկսած շարունակական ցույցերին միասնորեն մասնակցեն եւ կարողանանք ազատել այս մեր 5 հերոսներին, որոնք իշխանությունները
ձերբակալեցին։ Դրանք են լեգենդար հերոսներ Շիրայր Սիսուլյան, Պավել Մանուկյան, Վարդան Ավետիսյան, հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուխասսյան, հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյան, սա կենացմահու խնդիր է։ Խնդրում ենք մասնակցեք ցույցերին։ Շնորհակալություն։ Անկախ Հայաստան, ազատ, անկախ Հայաստան, ազատ, անկախ Հայաստան, ազատ, անկախ Հայաստան, ազատ, անկախ Հայաստան, ազատություն, 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 մեկ անգամ ցույց չեն արել։ թվականին, ինչպես Օսմանյան կայսրությունը ձերբակալեցին հայ մտավորականությանը, այնպես էլ այսօր 2015 թվականին Հայաստանի իշխանությունները ձերբակալել են մեր լավագույն մտավորականներին և զինվորներին։ Մենք ամաչում ենք այս իշխանություններից, որովհետև ցեղասպանությունը շարունակում է, ցեղասպանությունը երբեք չդադարեց։ Եվ այս իշխանությունները իրավունք չունեն գնալու Ծիծեռնակաբերդ 2015 թվականին և իրավունք չունեն նրանք սգալու մեր նահատակների հիշատակը։ Հայ ժողովուրդը իրավունք ունի սգալու և պարտադրելու Թուրքիային ճանաչել ցեղասպանությունը և պահանջել անշուշտ հողերի վերադարձը և վնասի հատուցումները։ Դա հայ ժողովրդի իրավունքն է։ Հայաստանի իշխանությունները գող, ավազակ, անբարոյական, անօրինական, չընտրված իրավունք չունեն Թուրքիո բարբարոս և անբարոյական իշխանություններից որևէ բան պահանջել հայ ժողովրդի անունից։ Ինչ որ կատարվեց հայ ժողովրդին կատարվեց և այս իշխանությունները չեն ներկայացնում հայ ժողովրդին, ոչ սփյուռքահայերին և ոչ էլ Հայաստանի ազնիվ ժողովրդին։ Մենք բողոքում ենք և պահանջում ենք, որ այս իշխանությունները անմիջապես հրաժարվեն և հանձնեն իշխանությունը հայ ժողովրդին։ Այո! Սերժիկ հեռացիր! Սերժիկ հեռացիր! Սերժիկ հեռացիր! Սերժիկ հեռացիր! Սերժիկ հեռացիր! Հայաստանը մոռացիր! Սերժիկ հեռացիր! Սերժիկ հեռացիր! Անհապաղ պահանջում ենք Շանթ Հարությունյանին, Գարեգին Չուխասյանին, Շիրայր Սեֆիլյանին, մեր Վարուժանին և Պավլիկին և Ավետիսյանին բոլորին
ազատ արձակել, ապա թե ոչ պիտի խայտարակել ամբողջ աշխարհում։ Հայ ժողովուրդը կույր չէ, հայ ժողովուրդը շատ լավ հասկանում է ինչ կատարվեց 1915 թվականին եւ շատ լավ հասկանում ենք ինչ է կատարվում 2015 թվականին։ Այնպես որ նպատակը այս իշխանություններին հիշեցնելն է, որ մեր մտավորականությանը ձերբակալելով նրանք ոչինչ չհասնեն, ինչպես Թուրքիան չհասավ իր նպատակներին։ Կներեք ձեր։ Բրավո։ Բրավո։ Աստուծան հայ եմ, բայց մայր եմ կոչվում։ Քաղ բանտարկյալների մայրերի ձայնով եմ խոսում։ Կա մի ղեկավար, որ այս հարցը ի կատարածի, Ողոքն անողոք, Սուրբ Արարատի ու Արագածի, անվեղջ վշվշող աղտոր արցունքը մեր մայրարաքսի, այս սրտի ցավը ով կհասկանա մեր 5 տղաների մայրերի բացի։ Շատ լավ, լավ։ Մնաց մի հատ էլ հարցը տաս։ Լավ է շատ։ Հայրենակիցներ, մենք կոչ ենք անում բոլորին, միանանք մեր պայքարին եւ փորձենք ստիպել մեր առայժմ կառավարությանը ազատել մեր հերոսներին, որոնք պայքարել են, որոնք իրենց կյանքը վտանգի են ենթարկել, որպեսզի մենք ազատություն ունենանք հիմա։ Եվ բոլորին կոչ եմ անում անհապաղ միանալ եւ գալ մեր ցույցերին եւ պահանջել մեր հանրապետությանը, որպեսզի ազատեն իրենց։ Ազատություն քաղբանտարկյալներին։ Ազատություն! 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 Ազատ! անկախ! Հայաստան! Ազատ! անկախ! Հայաստան! Ազատ! անկախ! Հայաստան! Ազատ! անկախ! Հայաստան! Ազատ! անկախ! Սախի և բարգավաճի։ Այս խմբի որ Վերանունը գրեց Կանունը չեմ գրել Հավաքվել ենք այսօր Գլենդերում, Լոս Անջելեսի Գլենդեր քաղաքում մեր աջակցությունը հոգեկան, հոգեպես աջակցությունը ցույց տալու Երևանում այժմ ձերբակալված մեր ընկերներին Ժիրայր Սեֆիլյանին, Պավլիկին, Գարեգինին, Գևորգին ու Վարուժան Ավետիսյանին որ հերոսներ են ճաղերի հետևում Ոնց են ասում, առնետները բանտել են արծիվներին Հիմա այս մեր արծիվներն են որ այդ առնետ, այդ վաշխարու, կեղտոտ, հանցագործ կառավարությունը դրել է ճաղերի հետևում ու հիմա էլ որ մեր տղաները հացադուլ են անում իրանց առողջությանն էլ են վնասում բոլորս շատ բորբոքված ենք, միայն պահանջում ենք օր առաջ ազատություն տալ մեր հերոսներին ու որ Սերժիկն էլ նրա այդ բոլոր այդ հանցագործ ընկերներն էլ իմանան որ մենակ Հայաստանի ժողովրդին ճնշելով չեն կարող հաղթել Ճիշտ է մեզ բոլորիս ենքան արեցին, որ չեք ուզում ռատներիդ քաշեք գնացեք ու գնացինք Հայաստանից ու բոլորս հիմա դրսերում ենք թափառում ու տանջվում ու միշտ մտածելով Հայաստանի մասին Բայց թող իմանան, որ էլի մենք մտածում ենք ու մեր հերոսները մեզ համար թանկ արժեն ու մենք պահանջում ենք Լոս Անջելեսի հայկական վերածնունդ քաղաքացիական շարժումը պահանջում է մեր Հայաստանում քաղբանտարկյալներին ազատություն ու որ բոլոր հայերն էլ ինչքան որ իրանք ուզում են բաժանիր որ տիրես սկզբունքով բոլոր հայերին ասում են թող դուրս գան ինչքան քիչ մնան Հայաստանում հայերը այնքան ավելի հեշտ կլինին մնացածներին
խեղճացնելն ու ստրկացներն ու շահագործելը։ Բայց մենք բոլորս էլ ով էլ որ դրսում ենք, որս դարել ենք տարբեր երկրների քաղաքացիներ, բայց էլի մեր ամբողջ ուշք ու միտքը Հայաստանն է ժողովուրդ։ Ու նորից հիշեմ Գևորգ Էմինի խոսքերը, որ ոչ թուրքական, ոչ պարսկական, հայի հայկականն եմ ուզում։ Ոչ տարագիր, ոչ գաղթական, հայ ազգը իր տանն եմ ուզում։ Դարավոր, արդար վճռի պայքարին, արդար պատասխան եմ ուզում։ Հոգնել եմ ես հայոց հարցից, հայոց պատասխան եմ ուզում։ Բրավո։ Բրավո։ Բրավո բոլորիս, որ եկել են հավաքվել ենք այստեղ։ Այո։